պետք է լինի որոշակի այդպես ավելի մեծ լարվածություններ կրող տարի, այնքանով, որքանով որ քաղաքական ուժերը պատրաստում են 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին, բնականաբար ուրեմն կլինի որոշակի շիկացումներ, դա աստված որ դրան չլինեն ընդհարումների տեսքով, անհանդուրժողականության տեսքով կլինեն այդպիսի ուրեմն պահեր, սակայն ես մտածում եմ, որ մենք քաղաքական առումով կանցկացնենք այդուհանդերձ նորմալ մակարդակով 2011 թվականը։ Աստորեն մենք մինչև օրս եւ այժմ անում ենք այն, ինչ կարող ենք անել, եւ այդ առումով միգուցե ասենք, որ այլ ուժեր մտովի կամ իսկապես կարող են ավելի լավ անել, Էլի դա ցույց կտա կյանքը ընտրությունները, թե ովքեր կարող են այդպիսիներ լինել, իսկ 2011 թվականը այնքանով կուզենայի տնտեսական առումով դրական գնահատել, որքանով որ 10 թվականի ընթացքում մենք կարողացանք ճգնաժամի հետևանքների առումով որոշակի մեղմումներ մեր հանրապետության համար կարևոր մեղմումների հասնել։ Կարծում որ ձգտումների մեջ խորացած է, որ մեծանան կամ փոքրանա, որքան համագիրներ կլինեն, որքան կուսակցության անդամներ կլինեն ստիպողական քաջի, իսկ ինչ վերաբերվում է այլ խմբերի կամ քաղաքական ուժերի ոնց ուզում եք պատկերացրեք Բարգավաճ Հայաստանի միանալը, կարծում եմ, որ նրանք իրենց վատ չեն զգա միանալուց հետո։ Դա ճիշտ է, որ փոքր կուսակցությունները չեն հասնի խորհրդարանը այնպիսի տեղ չի, ով ուզում է հանգրվանի խորհրդարանում։ Առնվազն 131 մարդ է տեղավորվում մեդալիճում, եւ մեր սահմանադրությունն է դա ամրագրել, բնականաբար այստեղ կարող են լինել սուբյեկտիվ ցանկություններ, ոնց կանվանեք դրանց փոքր թե կիսափոքր այսպես խմբավորումներ, որոնք կարող է ասենք 1-2 տեղի համար իսկապես իրենք ուզենալ հայտնվել ուժերի կողքին։